Երկիրը շարժվում է արեգակի շուրջը կատարելով ամբողջական պտույտը, որը կոչվում է տարեկան պտույտ։ Ահա հիմնական մանրամասները։ Ուղեծիրը։ Երկիրը շարժվում է ոչ թե կատարյալ շրջանագծով, այլ ձվաձիգ, էլիպսաձև ուղեծրով։ Սա նշանակում է, որ արեգակից հեռավորությունը տարվա ընթացքում փոքրինչ փոփոխվում է։ Մեկ հայտնվում է մերձակետում, մեկ հեռակետում։ Արեգակամերձ կետը։ Ամենամոտ կետը արեգակին մոտավորապես հունվարի 3-ին, արեգակահեռ կետը։ Ամենահեռու կետը արեգակից մոտավորապես հուլիսի 4-ին։ Պտտման ժամանակ մեկ լրիվ պտույտ արեգակի շուրջը տևում է մոտավորապես 365.25 օր, որը մենք անվանում ենք 1 տարի։ Շարժման ուղղությունը երկիրը արեգակի շուրջը պտտվում է արևմուտքից արևելք կամ հյուսիսային կիսագնդից նայելիս ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Առանցքի թեքությունը երկրի պտտման առանցքը թեքված է իր ուղեծրի հարթության նկատմամբ մոտավորապես 23.5 աստիճան անկյան տակ։ Երկրի շարժումը արեգակի շուրջ կախված է տարվա եղանակների փոփոխությունների հետ։ Ահա ինչպես։ Երբ երկրի հյուսիսային կիսագունդը ավելի շատ է թեքվում դեպի արեգակը, այնտեղ ստացվում է ավելի շատ ջերմություն և լույս, և լինում է ամառ։ Երբ հյուսիսային կիսագունդը հեռացված է արեգակից, արեգակի ճառագայթները թեք են ընկնում և լինում է ձմեռ։ Ամռան և ձմռան միջանկյալ ժամանակներում, երբ երկրի առանցքը ուղղակիորեն չի թեքվում կամ արեգակից հեռու է լինում է գարուն և աշուն։ Առանցքի թեքության պատճառով հյուսիսային կիսագունդը երբ թեքվում է արեգակը, հյուսիսային կիսագնդում դիտվում է ամառ, իսկ հյուսիսային բևեռում 66.6 աստիճան միջօրականից հյուսիս արևը 6 ամիս մայր չի մտնում և լինում են բևեռային գիշերներ։ Միևնույն ժամանակ հարավային կիսագնդում լինում է ձմեռ, իսկ 66.6 աստիճան միջօրականից հարավային 6 ամիս գիշեր է։ Հյուսիսային կիսագնդից կիսագունդը թեքված է արեգակից հեռու, այն ստանում է արեգակի ճառագայթներն ավելի շաղ անկյան տակ։ Շաղ անկյան տակ ընկնող ճառագայթները ցրվում են ավելի հաստ շերտով, ինչի պատճառով դրանք ավելի քիչ են տաքացնում ակերեսը։ Բացի այդ, այս շրջաններում ցերեկները կարճ են, իսկ գիշերները երկար։ Այս երեք գործոնների շաղ անկյան քիչ ջերմության կարճ ցերեկների համադրությունը բերում է ցածր ջերմաստիճանի, այսինքն ձմեռ, ամառը հարավային կիսագնդում։ Միաժամանակ, քանի որ առանցքը թեք է, հարավային կիսագունդը թեքվում է դեպի արեգակ։ Արեգակի ճառագայթներն ընկնում են ուղիղ անկյան տակ, մոտ ուղղահայաց։ Ուստի դրանք կենտրոնացած են փոքր մակերեսի վրա և ավելի արդյունավետ են տաքացնում։ Բացի այդ, այս շրջաններում ցերեկները երկար են, իսկ գիշերները կարճ։ Այս ամենը բերում է բարձր ջերմաստիճանի, այսինքն ամառ։ Քանի որ երկրի երկու կիսագնդերը միշտ թեքված են հակառակ ուղղություններով, նրանց եղանական պայմանները միշտ լինում են Տարվա ամենաերկար եղանակը ամառը հյուսիսային կիսագնդում։ Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար եղանակը ամառն է։ Դա պայմանավորված է նրանով, որ երկիրը իր ուղեծրով շարժվելիս ամռանը գտնվում է արեգակից առավել հեռու հեռակետում։ Ուղեծրի այդ հատվածում երկրի շարժման արագությունը փոքրինչ նվազում է։ Երկրի ավելի դանդաղ ընթացքի պատճառով ամառային շրջաններն ավելի երկար է տևում, իսկ ձմեռայինը մի քիչ ավելի կարճ։ Եվ այդ թեքությունը մեծ նշանակություն ունի տարվա եղանակների առաջացման գործում, քանի որ երկիրը պտտվում է արևի շուրջը թեքված առանցքով։ Տարվա տարբեր ժամանակներում արևի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում տարբեր կիսագնդերի վրա։ Երկրի առանցքի թեքությունն է պայմանավորում տարվա եղանակների առաջացումը և օրվա ու գիշերվա տևողության փոփոխությունը։ Իրականում երկրի վրա տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է ոչ թե արեգակից հեռավորությամբ, այլ երկրի առանցքի թեքությամբ։ Ահա հիմնական պատճառները։ Երկիր-արեգակ հեռավորությունը հակառակը ճիշտ է։ Երկրի ուղեծիրը փոքրինչ էլիպսաձև է, բայց իրականում հյուսիսային կիսագնդի համար ձմռանը մոտավորապես հունվարի սկզբին երկիրը գտնվում է արեգակին ամենամոտ կետում, հուլիսի սկզբին այն գտնվում է ամենահեռու կետում։ Ցությունը քիչ է։ Հեռավորության այս փոփոխությունը ազդում է ստացվող արևային էներգիայի վրա։